Պարոն Փաշինյանն ա ծախել հողերը, հն? Պարոն Փաշինյանն ա 30 տարի շարունակ այս ազգին խաբել, թալանել, տարել մի հեքիաթի մեջ, որ մենք ամեն ինչ անում ենք Լեռնային Ղարաբաղի համար, հզորացնում ենք, մենք հզոր ենք, մենք վերջն ենք, մենք ամենալավն ենք։ Իտոգում ինչ էիք անում, ձեր համար էիք դիզում, արա, հզորացնում եք, միլիարդատեր եք ամեն մեկդ։ Թե պարոն Փաշինյանը Ղարաբաղը հանեց բանակցային սեղանից ու սկսեց Ղարաբաղի անունից պաշտոնապես խոսալ, հն? Հայաստան դաշինքի ղեկավար։ Խոսա դե։ Այդ ձեր նախընտրական քարոզներում պարոն Ալեքսանյանը շատ ճիշտ արտահայտվեց։ Այդ ձեր նախընտրական քարոզարշավի այդ տեսանյութում ինչու եք շահարկում 44 օրյա պատերազմում զոհված տղերքին ու կադրեր եք ցույց տալիս նրանց զոհված այդ կադրերը, ինչու մարդ ներվերն էլա խախտվում, արդեն բառերն էլա խառնում, խի։ Հետո տեղն ընկնի մեծ կխոսակ կասեք այդ տղերքի անունը մի շահարկեք, ոչ մեկը իրավունք չունեք այդ տղերքի անունը շահարկեք, զզվցրիք թողիկ արդեն։ Ով որ կփորձի այդ տղերքի անունը օգտագործի, գոնե մի ձայն հավաքի, ամենայն անկեղծությամբ եմ ասում, Աստված քանդի այդ տվյալ մարդու տունն ու տեղը։ Այդ տղեկի սուրբ հոգին հերիքա անհանգստացնեք, թարգեք արդեն, շատ զզվելի ա։ Զգում եք դե որ չեք կարում այս կառավարությանը ոչ մի ձև կպնեք, ճանապարհները սարքում են, դպրոցները սարքում են, տնտեսությունը ոտի են հանում, ամեն ինչ անում են, կառուցողական ճանապարհ են սկսել, ամբողջ աշխարհը սկսել է հետաքրքրվել հայկական շուկայով։ Ինչի եք սենց խառնվել իրար, զգում եք չէ որ 26 թվին անվերադարձ լքելու եք, առհասարակ խորհրդարանը, որտեվ դուք կտե անելիք չունեք, ինչ ուզում եք արեք, ում ուզում եք բերեք, դուք էլ հետ չեք գալու, ձեր վախացնելով, ձեր այդ չգիտեմ ընչեր անելով, պրծելա ձեր թիվը, դուք 18 թվին նենց չեք գնացե, որ հմի հետ գաք, իսկ եթե ձեզ թվում ա, որ ժողովրդից մարդիկ կան, ովքեր էլ Փաշինյանին չեն վստահում եւ այլն, չկա տենց բան, այդ մարդիկ ուղակի այս պահին մտածում են ուրիշ ուղղությամբ, իսկ ինչ վերաբերվում է այդ ձեր հեքիաթին, որ դուք մտածում եք գալու եք իշխանության, դուք չեք գալու իշխանության, ձեր ժամանակը վերացել է, կեցե Հայաստանի Հանրապետությունը, կեցենք մենք և Նիկոլ Վարչապետ։